Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը հանրային գերակաշահ ճանաչելու գործընթացը հետաձգվում է առնվազն մինչև մայիսի 25-ը։ Կառավարությունը մինչ այդ ընկերությունն այդ ճանապարհով ձեռք բերել չի կարող։ Վարչական դատարանի որոշումն է։ Մասամբ բավարարելով Տաշիր կապիտալի հայցը, դատարանը 3 արձանագրել է, որ սեփականատերը սահմանված ժամկետում կառավարության առաջարկը չի ստացել։ Կարապետյաններին պատկանող հայաստանյան թերևս ամենախոշոր ակտիվը պետականացնելու մասին իշխանությունները հայտարարեցին անցած տարի Ռուսաստանաբնակ գործարարի կալանավորմանը զուգահեռ։ Նախօրենսդրական փոփոխություններից հետո կարողացան ստանձնել Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Ամիսներ առաջ էլ կարգավորող հանձնաժողովն ընկերությանը զրկեց լիցենզիայից։ Այդ որոշումից հետո եռամսյա ժամկետ էր սահմանվել, որի ընթացքում կողմերը կարող էին համաձայնեցնել վաճառքի պայմանները։ Սակայն ինչպես արձանագրում է վարչական դատարանը, սեփականատերը կառավարության առաջարկը վերջնաժամկետի ավարտից հետո է ստացել։ Ուստի մեջբերեմ հնարավորություն չի ունեցել համաձայնեցված կարգով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը։ Եռամսյա ժամկետը լրացել է փետրվարի 21-ին։ Տարածքային կառավարման նախարարն ընկերությունը ձեռք բերելու առաջարկը փետրվարի 17-ին է ուղարկել։ Տաշիր կապիտալը սակայն այն ստացել է փետրվարի 25-ին։ Վարչական դատարանի այս որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Արդյոք բանակցությունների ժամկետը եւս 3 ամսով երկարաձգելու պահանջով դատական հայցը նշանակում է, որ Կարապետյանները պատրաստ են քննարկումներին։ Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը չի բացառում։ Հակված չենք, այսպես ասենք։ Հակված չեք։ Այո։ Ամեն դեպքում, որ առաջարկ լինի հիմա այս ընթացքում նոր կքննարկեք այդ առաջարկը։ Ես կարծում եմ, որ նույն առաջարկը պետք է լինի, չեմ կարծում ինչ-որ բան փոխվի։ Կստանանք արդեն բաց կլինի։ Թե կառավարությունն ինչ գիներ առաջարկել ընկերությունը ձեռք բերելու համար կողմերը չեն հանրայնացնում։ Սամվել Կարապետյանի թիմից Դավիթ Ղազինյանի խոսքով իրենք Հայաստանի էլեկտրական ցանցերի ակտիվները մոտ 1 միլիարդ դոլար են գնահատում։ Գործադիրի առաջարկն իրենց պատկերացրածից ցածր է եղել։ Ամեն դեպքում մենք մեր մոտ քննարկենք, եթե այլ առաջարկ լինի, բայց հակված չենք, ասենց ասեմ, նույն իմ ասած տարբերակն է, այսինքն Սամվել Կարապետյանը փողի կամ գույքի կրիչ չի տալիս, էլի։ Կարապետյանների ներկայացուցիչը պնդում է, որ ընկերության ակտիվները պետք է գնահատվեն նախորդ տարվա հուլիսի դրությամբ։ Մինչ ժամանակավոր կառավարիչ քաղաքացիական պայմանագրի անդամ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը, քանի որ պնդում է անցնող ամիսներին հեծի դրությունը վատթարացել է։ Ընկերությանը լիցենզիայի զրկելու որոշմամբ են գինը գցել։ Իշխանությունները փոքրիկ խմբակ կոչվածը ձգտում են գնահատում անել արդեն լիցենզիան զրկված վիճակում եւ իրենց կողմից ապիկար կառավարման արդյունքում հայտնված վիճակում հեծը, որին մենք կտրականապես դեմ ենք, այսինքն մենք հեծը տվել ենք այսպես ոչ ինքնական կառավարման պետությանը հուլիսի 18-ից տվել ենք լիցենզիայով, տվել ենք բավականին լավ վիճակ, այսինքն վերցնել լիցենզիայից ապօրինի զրկեն, 8 ամիս վատ կառավարեն գույքի ակտիվի արժեքը գցեն, այսպես ասած, ու նոր գնահատեն, ես այդտեղ անգամ միտում եմ տենում։ Հենց Դավիթ Ղազինյանի աշխատանքի շրջանում մինչ ընկերության շուրջ այս պատմության մեկնարկն անկախ աուդիտորական ընկերությունը վերջին անգամ 2024-ի ավարտի դրությամբ է հաշվարկներ արել ու ընկերության կապիտալը մոտ 360 միլիոն դոլար գնահատել, չհաշված մի քանի 100 միլիոն դոլարի պարտավորությունները։ Եթե մոտ 1 միլիարդ դոլարն, ինչպես ասում են, մեկնարկային գինն է, ապա եթե ի վերջո գործարք լինի, Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումն ինչ կարժենա պետական բյուջեի համար, թիվը մոտ կլինի 360 միլիոնին, թե 1 միլիարդին։ Այս պահին հնարավոր չէ ասել։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես ու ինչ աղբյուրից է գործադիրը վճարելու Կարապետյաններին։ Նոր գնորդի կներգրավեն, թե բանկերից գումար կվերցնեն ու պետական պարտքն էլ ավելի կընդլայնեն։